Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ապրիլի 1-ի հանդիպմանը։ Նրա խոսքով Հայաստանն ըմբռնումով է մոտեցել ռուսական կողմի բարձրաձայնած մտահոգություններին, Մոսկվան կհետևի Երևանի հետագա քայլերին։ Իր հերթին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ղեկավարների հանդիպումը որակել է օգտակար, անկեղծ և անհրաժեշտ։ Նրա խոսքով երկու երկրներին միավորում են խոր պատմական կապեր։ Ռուսաստանում ապրում է հայկական մեծ սփյուռք, շուրջ 2 միլիոն մարդ, հետևաբար Հայաստանի ղեկավարության ընտրած կողմնորոշիչները Մոսկվայի ուշադրության կենտրոնում են։ Հայաստանի հետ հարաբերությունների թեմային է անդրադարձել նաև Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նրա պնդմամբ, եթե Հայաստանն անդամակցի Եվրամիությանը, ապա Ռուսաստանը Հայաստանի հետ ավիահաղորդակցություն չի ունենա, ինչպես եւ չունի ԵՄ անդամ այլ երկրների հետ։ Նա միևնույն ժամանակ նշել է, դեռ պարզ չէ, թե ինչ արդյունքներ կունենա Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը։ ՀԱՊԿ պետք է շատ զգույշ և կոռեկտ լինի Հայաստանի հետ աշխատանքում, հայտարարել է Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովի հետ հանդիպման ընթացքում։ Լուկաշենկոն նշել է, որ կազմակերպությունում առկա են ինչպես ձեռքբերումներ, այնպես էլ խնդիրներ, որոնց մասին ինքը բազմիցս խոսել է միջազգային հարթակներում։ Նրա խոսքով հատուկ ուշադրություն պահանջող հարցերից մեկը Հայաստանի հետ հարաբերություններն են։ Հայաստանը կարծես չի աջակցում ՀԱՊԿ-ի աշխատանքին, բայց միևնույն ժամանակ մնում է կազմակերպությունում, պետք է լինել շատ կոռեկտ։ Այս առումով Հայաստանում բարդ իրավիճակ է, հատկապես նախընտրական շրջանով պայմանավորված, ասել է Լուկաշենկոն։ Բելարուսի նախագահի խոսքով կարևոր է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելի Հայաստան, հանդիպի երկրի ղեկավարության հետ եւ իմանա ապագայի հետ կապված դիրքորոշումը։ Հայաստանը 2024 թվականի փետրվարից սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին։ Ըստ հայկական կողմի, կազմակերպությունը չի կատարել Հայաստանի նկատմամբ պարտավորությունները։ ԱՄՆ-ն և Իրանը հակամարտությանը վերջ դնելուն ուղղված ծրագիր են ստացել միջնորդներից, հաղորդում են մի շարք լրատվամիջոցներ, վկայակոչելով իրազեկ աղբյուրները։ Ծրագիրը ներառում է անհապաղ հրադադար, որին կհաջորդի համապարփակ համաձայնագիր։ Ըստ Reuters-ի աղբյուրի, Պակիստանի բանակի հրամանատարը կապի մեջ է եղել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի, նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Axios-ի աղբյուրներն էլ հայտնել են, որ ԱՄՆ-ն, Իրանը և տարածաշրջանային միջնորդները քննարկում են 45-օրյա հրադադարի հնարավորությունը, որը կարող է հանգեցնել հակամարտության վերջնական ավարտի։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական սպառնալիքներն էր հնչեցրել Իրանի հասցեին, նշելով, որ ապրիլի 7-ին այնտեղ էլեկտրակայաններին և կամուրջներին հարվածների օր կլինի, և եթե Հորմուզի նեղուցը չբացվի, ապա Իրանում կյանքը դժոխքի կվերածվի։ Թրամփը նաև հայտնել է, որ ամերիկյան ուժերն Իրանի լեռներից փրկել են ապրիլի 3-ին խոցված F-15 կործանիչի ծանր վիրավոր սպային։ Առաջին օդաչում փրկվել էր ինքնաթիռի կործանումից ժամեր անց։ Իսրայելն իր հերթին սպառնացել է ուժեղացնել Իրանի նավթաքիմիական արդյունաբերությանը հասցվող հարվածները։ Արձագանքելով Թրամփի հայտարարություններին, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ֆրանսիացի գործընկերոջ հետ զրույցում հայտարարել է, որ երկրի զինված ուժերը վճռական և լայնածավալ պատասխան կտան, իսկ Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածները կործանարար հետևանքներ կունենան համաշխարհային տնտեսության համար։ Ժան-Նոել Բարոն էլ Իրանի ենթակառուցվածքների վրա հարձակման սպառնալիքներն անվանել է տարածաշրջանում լարվածության սրման պատճառ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ հայտնել է, որ Հորմուզի նեղուցը երբեք չի վերադառնա իր նախկին վիճակին, հատկապես ԱՄՆ-ի և Իրանի համար։ Ըստ ԻՀՊԿ-ի, Պարսից ծոցում նոր կարգ է գործելու։ Փոխադարձ սպառնալիքների ֆոնին ռազմական գործողությունները շարունակվում են։ Թեհրանում պայթյուններ են տեղի ունեցել, առնվազն 13 մարդ է զոհվել, այդ թվում երեխաներ։ Թիրախավորվել է Շարիֆի տեխնոլոգիական համալսարանը, հարվածներ են արձանագրվել նաև այլ քաղաքներում, որտեղ նույնպես կան զոհեր։ Թեհրանից էլ հայտնել են, որ առավոտյան ամերիկա-իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է ԻՀՊԿ հետախուզության ղեկավար Մաջիդ Խադեմին։ Իրանն էլ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ, թիրախավորվել են երկրի կենտրոնական և հյուսիսային շրջանները, Հայֆայում կա 2 զոհ։ Արաբական Միացյալ Էմիրություններում հարված է հասցվել հեռահաղորդակցության շենքի։ Իրանական ԱԹՍ-ներ և հրթիռներ են խոցել Սաուդյան Արաբիայում և Քուվեյթում։ Ռազմական գործողությունները շարունակվում են նաև Իսրայելի և Հզբոլահի միջև։ Բեյրութն ապրիլի 5-ին 8 ավիահարվածի է ենթարկվել։ Լիբանանում մեկ օրում շուրջ 40 մարդ է զոհվել։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին տարածաշրջանում տիրող իրադրությունը քննարկել է Հնդկաստանի և Ռուսաստանի իր պաշտոնակիցների հետ։ Սուբրամանիամ Ջայշանկարն ընդգծել է Նյու Դելիի աջակցությունը պատերազմը դադարեցնելուն ուղղված ջանքերին։ Սերգեյ Լավրովն իր հերթին հույս է հայտնել, որ իրավիճակն ապաեսկալացնելու մի շարք երկրների ջանքերը հաջողությամբ կպսակվեն։
կհրապարակվեն։ Միևնույն ժամանակ Ռոսատոմի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը հայտնել է, որ Իրանի Բուշեր ատոմակայանից տարհանվել է 198 աշխատակից։ Ռուսաստանցի անձնակազմի տարհանումն իրականացվում է Հայաստանի տարածքով։ Ավելի վաղ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտնել էր, որ Բուշեր ատոմակայանի մոտակայքում արկ է պայթել վերջին շաբաթների ընթացքում արդեն 4-րդ անգամ։ Մեկ աշխատակից զոհվել է։ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը նամակ է հղել ԱՄԳ տնօրենին, նշելով, որ նման հարվածներից կարող է ռադիոակտիվ նյութի արտանետում լինել մարդկանց, շրջակա միջավայրի եւ հարևան երկրների համար անդառնալի հետևանքներով։ Իրանի արտգործնախարարության խոսնակն էլ հայտարարել է, որ Իրանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունների շնորհիվ հարթվել են այն թյուրըմբռնումները, որոնք առաջացել էին Նախիջևանի վրա ԱԹՍ-ների հարձակման պատճառով։ Էսմայիլ Բաղային նշել է, որ նման իրավիճակ է եղել նաև Թուրքիայի հետ։ Անկարային տեղեկացվել է, որ Իրանի կողմից ոչ մի գնդակոծություն չի եղել։ Բանակցությունների արդյունքում առկա հարցերը կարգավորվել են։ Ռազմական գործողությունները շարունակվում են նաև Մոսկվայի եւ Կիևի միջև։ Ռուսական ուժերը զանգվածային հարվածներ են հասցրել Օդեսային, որտեղ կա 3 զոհ, այդ թվում երեխա։ Ավելի քան 10 մարդ վիրավորվել է։ Ռուսական կողմն էլ հայտնել է Նովորոսիսկի, Անապայի, Գելենջիկի եւ Սոչիի ուղղությամբ ուկրաինական զանգվածային գրոհի մասին։ Նովորոսիսկում կան վիրավորներ, այդ թվում երեխաներ։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ այս պահին ռուս-ուկրաինական բանակցությունները դադարեցված են, եռակողմ ձևաչափով դժվար է հանդիպել, քանի որ ԱՄՆ-ն այլ հարցերով է զբաղված։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Դամասկոսում Սիրիայի նախագահ Ահմեդ Աշարայի հետ քննարկել է ռուս-ուկրաինական հակամարտությունը եւ իրավիճակը Մերձավոր Արևելքում։ Կողմերը պայմանավորվել են խորացնել համագործակցությունն անվտանգության ոլորտում։ Զելենսկու հետ միասին Դամասկոս է մեկնել նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքամ Ֆիդանը։ Տեղի են ունեցել երկկողմ եւ եռակողմ բանակցություններ։ Մինչ այդ Զելենսկին բարձր մակարդակի հանդիպումներ էր անցկացրել Ստամբուլում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը պետական այցով Վրաստանում է, հանդիպել է երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները։ Կոբախիձեն հայտարարել է, որ Թբիլիսին աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, անհրաժեշտության դեպքում պատրաստ է նպաստել բանակցություններին։ Վարչապետի խոսքով այդ գործընթացներն ամրապնդում են Հարավային Կովկասի եւ Միջին Միջանցքի դերը։ Կոբախիձեն նաեւ նշել է, որ վրաց-ադրբեջանական հարաբերությունները վստահորեն զարգանում են, կողմերը միմյանց աջակցում են միջազգային կազմակերպություններում, սատարում են միմյանց տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը եւ սահմանների անձեռնմխելիությանը։ Ադրբեջանի նախագահը նշել է, որ աշխատանքներ են տարվում տրանսպորտային միջանցքների ընդլայնման ուղղությամբ, հատկապես Միջին Միջանցքի համատեքստում։ Ալիևի խոսքով այսօր Հարավային Կովկասում բոլորովին նոր իրավիճակ է։ Տարածաշրջանը դառնում է խաղաղության, հանգստության, անվտանգության եւ համագործակցության տարածք՝ ի տարբերություն հարևան տարածաշրջանների։ Ալիևը նաև հանդիպում է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլու հետ, քննարկել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությունը եւ տարբեր ոլորտներում հաջող համագործակցությունը։ Կավելաշվիլին նշել է, որ ներկայիս աշխարհաքաղաքական գործընթացների ֆոնին տարածաշրջանում կայունության եւ խաղաղության պահպանումը հատուկ կարեւորություն է ստանում։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։